Պետք էր նման վայր ունենալ, որտեղ հայ մեծերը հանգչեն, ազգն է ծնում էլիտային, ազգն է իր մեջից ընտրում էլիտային, մեր էլիտան այսպես կարողացել է լավ դրսևորվել եւ բավականին լավ արդյունքներ տալ, որը մեզ հենց այդ արդյունքներն է ըստ էության, որ մեզ ոգեշնչել է, մեզ պահպանել է եւ բերել է 21-րդ այդ մարդկանց հանգչելու վայր, որ այցելում են, դա եւս իրենց հետաքրքիր է եւ հավելյալ, այսպես ասենք, գոնե հոգեվոր ուժ է տալիս։ Գարնան առաջին օրը կարծես համարվում է նորի սկիզբը։ Ձմռան ամիսներից անդին բնությունը վերակենդանանում է եւ կյանքի նոր փուլ է սկսվում։ Որպես նոր փուլի սկիզբ, հրաշալի Հայաստան նախագծի ստեղծագործական թիմը որոշեց հարգանքի տուրք մատուցել եւ անդրադառնալ մեր մեծերին, ովքեր հանգչում են Կոմիտասի անվան Պանթեոնում։ Նախևառաջ փորձենք հասկանալ, թե ինչ ասել է Պանթեոն։ Պանթեոն նշանակում է շինություն կամ հատուկ գերեզմանատուն, որտեղ ամփոփվում են նշանավոր մարդկանց աճյունները կամ աճյունափորները։ Պանթեոն բառը հունարեն է, նշանակում է բոլոր աստվածների սրբավայր։ Այսօր խոսելու են Կոմիտասի անվան Պանթեոնից։ Ժամանակակից Հայաստանում մեր ժողովրդի մեծերի աճյունները հանգրվանած ամենահայտնի Պանթեոնը Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնն է։ Այն զբոսայգի գերեզմանատուն է Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ եւ անվանի հասարակական քաղաքական գործիչներ։ Զբոսայգու տարածքը մինչև նախորդ դարի 30-ական թվականների կեսերը եղել է մլեր գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում ԱՄԱ-ի տարածքում հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին մահից 1 տարի անց այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։ 1969 թվականին Ստեփան եւ Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվում է տուֆակերտ, քանդակազարդ, հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին։ Եվ այսպես հրաշալի Հայաստանը գտնվում է Պանթեոնում, որտեղ հանգչում են հայ մեծերը։ Փորձենք հասկանալ, երբ հա ստեղծվել, որն էր գաղափարը եւ արդյոք կա ինչ-որ տրամաբանություն ինչ բաներ կան ստանդարտներ կամ ինչ կրիտերիաներ, ոնց որ կարելի է այստեղ հանգչել։ Խորհրդային տարիներին ձևավորվեց այսպես ասենք, ավանդույթը, որ մարդիկ, ովքեր հայ ժողովրդի կյանքում քաղաքականությունից մինչև մշակույթ եւ գիտություն մեծագույն ներդրում են ունեցել, նրանք պետք է այսպես հայ մեծերի առանձին վայրում հանգչեն։ Ինչը կարծում եմ շատ կարևոր է, որովհետեւ օրինակ մենք խնդիր ունենք, չէ՞, մեր պատմության մեջ այդքան թագավորական, իշխանական ընտանիքների մասով մենք համարյա թե որևիցե մեկի այսպես գերեզմանի վայրը չգիտենք արքայական դինաստիաների ներկայացուցիչները, մեր երկրի ղեկավարները այդ ժամանակ որտեղ են հիմա հանգչում եւ դա խնդիր է։ Իսկ խորհրդային տարիներին այս որոշումը որ կայացվեց, դա շատ կարևոր գաղափար էր։ Փաստորեն սովետական Հայաստանում
միտքը ծագեց, ստեղծել։ Սովետական Հայաստանում դե պետք էր նման վայր ունենալ, որտեղ հայ մեծերը հանգչեն, որպեսզի սերունդներն էլ մարդիկ էլ, այսպես կարողանան համակարգված ձևով, այսպես կենտրոնացված մի վայր լինի, պանթեոն լինի, մարդիկ կարողանան գալ իրենց հարգանքի տուրքը մատուցել այն մարդկանց, ովքեր այդքան մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդի պետության զարգացման, մեր ինքնության պահպանման, մեր մշակույթի զարգացման համար։ Դա շատ կարևոր է, հիմա էլ մեր օրերում պանթեոնը պահպանվում է եւ դա իհարկե բարեբախտաբար չի կարելի ասել, ոչ էլ բարի լավ իմաստով, բայց ժամանակ առ ժամանակ այսպես կյանքի օրենքներին համահունչ պանթեոնը համալրվում է։ Իսկ ոլորտները սովետական ընթացքում արդյոք կար ինչ-որ ուղղվածություն, որ սովետական մեծերը լինեն կամ գաղափարախոսական մեծերը լինեն պետականաշինության մեջ ներգրաված մարդիկ, թե մշակութային ոչ մշակութային հավասար։ Գիտես, խորհրդային տարիներին հատկապես պանթեոնի այս հիմնադրումից հետո իրավիճակը այլևս այն 30-ական, 40-ականների ամենակուլ կամ աննորմալ մարքսիստական այսպես խեղված վիճակը չէր եւ խորհրդային Հայաստանը երևի թե 60-ականներից սկսած հիմա մասնագետներ կան, որոնք պնդում են, որ շատ ավելի ազգային պետություններ, շատ ավելի ազգայնական պետություններ, քան Հայաստանի երրորդ հանրապետությունը, իր ողջ 30 տարվա պատմությամբ հանդերձ։ Ինչով էր դա պայմանավորված, որովհետև համակարգային ամբողջատիրության թուլացումից հետո հաստացի ինքնության պահպանման, սեփական եսի պահպանման եւ զարգացման տեսանկյունից, թե Հայաստանի ղեկավարությունը քաղաքական այդ շրջանի եւ թե մշակութային էլիտան եւ գիտական էլիտան ամեն բան անում էին ըստ էության, որպեսզի զարգացնեն մեր ազգայինը, զարգացնեն մեր առանձին պետականը եւ դրա հետևանքով մենք ունենք մշակութային, գիտական, հիանալի նվաճումներ եւ այնպիսի համաբույլ, որ մինչև այսօր մենք այդ մարդկանցով եւ իրենց արած գործով հիանում ենք եւ հպարտանում ենք։ Եվ չեմ կարծում, որ կարելի է, այսպես ասենք, 60-ականներից սկսած գոնե, 50-60-ականներից սկսած մարդկանց ինչ-որ կերպ անուն դնել կամ մեղադրել, որ իրենք այս կամ այն բանը այն չեն արել ազգային տեսանկյունից, պետության տեսանկյունից, որովհետև արել են այն, ինչ կարողացել են եւ վերջին մեր 30 տարիների պատմության համեմատականը մեզ թույլ է տալիս արդեն եզրակացնել այդ համեմատական վերլուծությունը այդ շրջանի եւ այս շրջանի, որ շատ ավելին է արվել, քան միգուցե եւ հնարավոր էր սովետական շրջանում Հայաստանի։ Եվ ընդհանրապես, եթե մենք պանթեոնից նայում ենք մեր մեծերի արածից, այստեղ էլիտայի գաղափարն է գալիս, էլիտան շատ པարզ բանաձև ունի, դա հաջողության հասած մարդկանց ակումբն է, քաղաքականությունից մինչև մշակույթ, գիտություն, սպորտ, ցանկացած բանով, եւ էլիտան ազգային փոքր մասն է, որին հենց ազգն է դարձնում էլիտա, որովհետեւ մեր ազգային էլիտան դա մեր ազգային էլիտան է, ինքը չի կարող լինել գերմանական ազգային էլիտա, որովհետեւ նույն հաջողությամբ գերմանական էլիտան չի կարող, Հայաստանում ինչ-որ կամ հայկական իրականության մեջ տեղ ունենալ։ Ազգն է ծնվում էլիտային, ազգն է իր մեջից ծնվում էլիտային եւ սոցիալական վերելակների աշխատանքի էֆեկտիվ աշխատանքի պարագայում էլիտան միշտ լինում է ավելի այսպես արդյունավետ եւ կարողանում է ավելի շատ դրսեւորվել։ Խորհրդային տարիներին մեր պանթեոնում հանգչողները հենց վկայություն են, որ գոնե մշակույթի, գիտության ոլորտում մեր էլիտան այսպես կարողացել է լավ դրսևորվել եւ բավականին լավ արդյունքներ տալ, որը մեզ հենց այդ արդյունքներն է ըստ էության, որ մեզ ոգեշնչել է, մեզ պահպանել է եւ բերել է 21-րդ դար։ Լավ պրագմատիկ տեսանկյունից, եթե փորձեմ հարց ձևակերպել, բացի նրանից, որ սա հարգանքի տուրք մատուցելու ուրույն ձև է, արդյոք հնարավոր է որպես թանգարանային ինչ-որ մոտիվացիոն հարթակ օգտագործել, օրինակ էքսկուրսիաներ աշակերտների համար, որպեսզի
մի կողմից ծանոթանան հայ մեծերին, մյուս կողմից դա դրթի բացահայտելու նորը, օրինակ տեսնելով մեծերին, օրինակ այս օրինակ հայտնի հայ գրողից այդքան լավ չեմ խորացել, այդքան չեմ բարել, այսինքն սա բացի ինչ-որ տենց հարգանքի դերից կարող է նաև դրթել կրթական, գիտական, հետազոտական տենց սերունդներ ոչ թե կարող է, այլ նաև անում է, որովհետև եթե դպրոցում երեխաները հայ մեծերի, դասական գրողների այսպես գործերը անցնում են, սերտում են, յուրացնում են, դրանով մեծանում են եւ այդ արժե համակարգով դաստիարակվում են, փաստացի նրանց մի մասը հանգչում է Պանթեոնում եւ այդ երեխաներին այստեղ բերելը նաև այսպես ասացա թանգարանային այսպես նշանակություն ունի եւ հավելյալ դաստիարակչական նշանակություն ունի, որովհետեւ նրանք այն մարդիկ, ովքեր իրենց համար հեղինակություն են, այն մարդիկ, ովքեր իրենց ոգեշնչում են, իրենց համար, այսպես ասացա, ճանապարհին ցույց տալիս եւ լուրջ ուղի են, այդ մարդկանց հանգչելու վայր, որ այցելում են, դա եւս իրենց հետաքրքիր է եւ հավելյալ, այսպես ասենք, գոնե հոգեվոր ուժ է տալիս։ Ինձ թվում է հետաքրքիր նաև տենց պրակտիկ բան, օրինակ երիտասարդների համար կլներ, որ յուրաքանչյուրի մշակութային շիրիմի կամ պատվանդանի մոտ նաև գրածներ օրինակ Շիրազի top 5 գրքերը կամ սիրված գրքերը կամ, չգիտեմ, Սիրվա Կապուտիկյանի 10 գիրք, որ դու պարտավոր ես կարդալ, որ ստեղից քաղի ինչ-որ կոնկրետ ուղղություն, այլ ոչ միայն իմանա, ասենց մեծությունը, ասեն ինչ-որ ավելի պրակտիկամ հիմա QR կոդով կարելի է տեխնոլոգիական խնդիրներ են դրանք, որ միշտ հնարավոր է անել եւ ժամանակին համահունչ ուղղակի պետք է դա անել, հասցնել կամ կներես արհեստական ինտելեկտը օրինակ մեզ հուշում այն ինչ-որ կինո ես նայում, ասում է եթե քեզ դուր եկավ այս կինոն, քեզ դուր կգա նաեւ այս ու այս կինոն, օրինակ դու եթե քեզ դուր է գալի Համոսահյանը, ուրեմն քեզ դուր կգա նաև Չեմտերյանը կամ բարդ է ասել, որովհետև սկսած հա մոտիվներից վերջացրած ոճով, վերջացրած գաղափարաբանությամբ շատ հաճախ տարբեր են լինում, կարող են նաև ընդհանրություններ լինել, կարող են նաև այսպես թեմատիկ շարունակություններ լինել, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ գոնե Պանթեոնում նման բան անել չի կարելի։ Այստեղ հանգչում են մեր մեծերը եւ մեր մեծերին եկեք չխառնենք տեխնոլոգիական այն առաջընթացի հետ, որը այսօր աշխարհը ապրում է։ Նրանք իրենց արածը արել են, նրանք իրենց ոգեղենը թողել են մեզ, ժառանգել են մեզ, որով մենք կարողացել ենք հասնել 21-րդ դար, հպարտանում ենք, ոգեշնչվում ենք եւ մնացածը արդեն պետք է անենք այլ վայրերում, բայց գոնե ոչ Պանթեոնում։ Լավ, կանենք այլ վայրերում, գրադարաններում օրինակ, այո։ Բոլոր երկրներում կան նման առանձնացված գերեզմանատուն պանթեոններ։ Եվրոպայի ամենահայտնի գերեզմանատունը Փարիզի Պեր Լաշեզն է։ Հիմնադրվել է 1804 թվականին Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ։ Այստեղ են թաղված համաշխարհային ճանաչման արժանացած գրողներ Մոլիերը, Օնորե դը Բալզակը, Մարսել Պրուստը, Օսկար Ուայլդը, կոմպոզիտորներ Ժորժ Բիզեն, Ջոակինո Ռոսինին եւ Ֆեդերիկ Շոպենը, գեղանկարիչներ Էժեն Դելակրուան եւ Ամադեո Մոդիլյանին, երգչուհիներ Մարիա Կալասն ու Էդիթ Պիաֆը, պարուհի Այսեդորա Դունկան, դերասանուհի Սարա Բեռնարը եւ ուրիշներ։ Մինչև 2000 թվականը այստեղ էր ամփոփված նաեւ Զորավար Անդրանիկի աճյունը։ 1791 թվականից Պանթեոնի է վերածվել Փարիզի Սուրբ Ժնևիևի տաճարը, որտեղ ամփոփված են Ֆրանսուଆ Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի, Ժան Ժակ Ռուսոյի, ֆիզիկոսներ Պիեր եւ Մարի Կյուրիների եւ ուրիշների աճյունները։ Այն դարձել է ազգային մեծերի հանգստարան։ Ռուսաստանում սրբատեղիներ են Մոսկվայի Կրեմլի, Ուսպենսկու եւ Արխանգելսկու տաճարները, որտեղ Իվան Կալիտա ցարի ժամանակներից թաղել են մեծ իշխանների ու ցարերի։
Ներկայումս Ռուսաստանում իրենց նշանակությամբ պատվավոր են համարվում նաև Մոսկվայի Կրեմլի պատի նեկրոպոլիսը, ապա Նովոդևիչե եւ Վագանկովյան գերեզմանատները, որտեղ թաղվում են պետական, քաղաքական, գիտության, արվեստի եւ մշակույթի, զինվորական գործիչների, տիեզերագնացների աճյունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ համարում ունի 1864 թվականին հիմնադրված Արլինգտոնի գերեզմանատունը, որտեղ ամփոփված է անհայտ զինվորի աճյունը։ Հիշատակի եւ վետերանների օրերին երկրի նախագահը պսակ է դնում անհայտ զինվորի հուշաքարին։ Այստեղ թաղված են պատերազմներում զոհված ու զինվորական վետերանների շուրջ 300,000 աճյուններ։ Հայտնի ամերիկացիներից այստեղ են թաղված նախագահներ Ջոն Քենեդին եւ Ուիլյամ Տաֆտը, Գերագույն դատարանի նախագահներ ու անդամներ, Երկրորդ համաշխարհային եւ Վիետնամի պատերազմի մասնակից գեներալներ, տիեզերագնացներ։ Հանրահայտ է նաև 1899 թվականին հիմնադրված Լոս Անջելեսի կինոգործիչների գերեզմանատունը, հավերժական Հոլիվուդը։ Հայկական իրականության մեջ Պանթեոնի բնորոշ օրինակներ են Երվանդունի արքայատան Պանթեոնը, Նեմրութ լեռան վրա, Աշակունիների տոհմական Պանթեոն հանգստարանը Աղցքում, Մուսասիրի տաճարը Վանի թագավորությունում եւ այլն։ Պանթեոններ են ունեցել նաև հայ իշխանական տոհմերն ու հոգևորական նշանավոր գործիչները Էջմիածնի Մայր տաճարում, Մշո Սուրբ Կարապետի եւ Սանահինի վանքերում, Նորավանքում եւ այլուր։ Հայ արվեստի, գիտության ու գրականության անվանի գործիչների Պանթեոնն են նաև Թիֆլիսի Խոջիվանքի Պանթեոնը, Բյուրականի Համբարձումյանների Պանթեոնը, Եռաբլուր զինվորական Պանթեոնը եւ այլն։